Տերը օրհնի ձեզ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մենք ուրիշ ոչ միտեղ չենք կարող հաղորդակցվել Աստծո հետ։ Միայն այս գրքում Աստծո կողմից մարդկանց տրված միայն մի գիրք կա, ուրիշ գիրք գոյություն չունի։ Մարդիկ շատ գրքեր են գրում, բայց բոլորը չեն Աստվածաշունչ։ Հայերեն բառը այնքան լավն է, Աստծո շունչ։ Ու երբ որ դուք բաց եք անում այդ գիրքը ու սկսում եք կարդալ, Աստծո շունչը սկսում է ազդել ձեր վրա։ Նկատել եք այդպիսի բան, ապրել եք այդպիսի բան։ Ինչքան ուրախություն ու խաղաղություն ու քաղցրություն կա դրա մեջ, երբ Աստծո շունչն է ազդում մարդու վրա։ Գիտեք, ազդեցությունները շատ բազմազան են լինում, հաճախ Աստծո շունչը սկսում է հանդիմանել մեզ սխալների համար, հաճախ քաջալերել, բարձրացնել, հորդորել, խոստումներ տալիս ապագայի համար, բայց բոլորը, որն էլ լինի, նույնիսկ ամենախիստ հանդիմանությունները, մի հատ ներքին քաղցրություն են բերում։ Դուք ինձ հետ համաձայն եք։ Հալելույա, փառք Հիսուսին։ Կարծում եմ, այն ինչ որ պիտի ասեմ ձեզ, շատ նորություններ չեմ ասելու, բայց այն ինչ որ Աստծո հոգին խոսեց մի անգամ, ու շատ սրտիս մեջ տակնու վրա արեց ինչ որ բաներ ու քաղցրությունով լցրեց, ուզում եմ մի փոքրիկ բաժինը դրանից ձեզ փոխանցել։ Գիտեք, երբ որ կարդում ենք Նոր Կտակարանում Հիսուսի մասին, տարբեր կողմերից կարող ենք Հիսուսին ուսումնասիրել, բայց այսօր մի տեսանկյուն պիտի վերցնենք։ Պիտի խոսեմ մարդիկ ինչպես էին վերաբերվում Հիսուսին եւ ինչպիսի արձագանք էին ստանում Հիսուսից։ Դուք այն մարդիկ եք, ովքեր հաղորդակցվում եք, չէ՞ Հիսուսի հետ։ Եթե կարդում եք, ուրեմն հաղորդակցվում եք, եթե աղոթում եք, ուրեմն հաղորդակցվում եք։ Իսկ ձեր հաղորդակցության մեջ դուք ինչպիսի սպասումներ ունեք։ Շատ հաճախ այդ սպասումները լինում են ոչ ճիշտ, որովհետեւ մարդը չի ճանաչում ում հետ գործ ունի։ Լավ չի ուսումնասիրել Աստվածաշունչը։ Դրա համար կարդում, աղոթում ու ինչ որ սպասումներ ունի Հիսուսից, որոնք հաճախ չեն իրականանում։ Դրա համար այսօր մենք ուսումնասիրենք այնպիսի մի քանի հատվածներ, որոնք խոսում են այդպիսի հավատքի վերաբերմունքի մասին Հիսուսին եւ ինչպես էր Հիսուսը պատասխանում այդ ամեն մի վերաբերմունքին։ Իհարկե բնականաբար, որպեսզի ավելի հստակ լինի ու ավելի ցայտուն լինեն դեպքերը, այդ հատվածները վերցրել եմ Ղուկաս ավետարանի վերջին գլուխներից։ Գիտեք ինչու վերջին։ 22 եւ 23-րդ գլուխներից, որովհետեւ այդտեղ Հիսուսը բռնվեց, Հիսուսը չարչարվեց, նեղություն կրեց, մահացավ մինչև անգամ։ Ու այդ դժվարությունների մեջ տարբեր մարդիկ ազդում էին Հիսուսի վրա։ Ինչ որ ձևով հաղորդակցվում էին Հիսուսի հետ, ոմանք դրական, ոմանք բացասական, ու Հիսուսը ինչ որ պատասխաններ էր տալիս այդ մարդկանց։ Դրա համար մենք ուսումնասիրենք 22 եւ 23-րդ գլուխներից, ուսումնասիրենք 7 դեպքեր։ Կարճ կխոսեմ, թվից մի վախեք։ 7 դեպքեր, որտեղ հետաքրքիր հաղորդակցության ու հետաքրքիր երկկողմանի հարաբերություն տեղի ունեցավ։ Առաջին դեպքը, որի մասին կխոսեմ, աշակերտների վերաբերմունքներ Հիսուսին։ Վերջին գիշերներ երկու աշակերտների Հիսուսը ուղարկեց, հիշում եք, զատիկը պատրաստելու, նրանք գնացին, պատրաստեցին զատիկը, հետո Հիսուսը մյուս աշակերտների հետ եկավ, Հուդան էլ իրենց մեջ, բոլոր 12-ով հավաքվեցին մի սենյակում ու հրեական այդ տոնը, զատիկի տոնը կատարեցին։ Երբ որ իրենք նստած էին ու զատիկը ուտում էին, զատիկի գառը մորթել էին, խորովել, ամեն ինչ արել ու ուտում էին։ Այդ ժամանակ մեկ էլ Հիսուսը սկսեց ինչ-որ բաներ խոսել աշակերտների հետ։ Գիտեք, որ ինքը արեց առողջությունը, հաղորդության դրանց վրա կանգ չեմ առնի, տվեց հացը, ասեց գերեք սա իմ մարմինն է, հետո գավաթ ասեց խմեք սա իմ արյունն է։ Անմիջապես հետո սկսեց խոսել նրա մասին, որ հենց այդ գիշեր ինքը պիտի բռնվի, մատնվի, տարվի հեթանոսներին ու մահանա։ Աշակերտները այս բոլոր բաները լսում էին։ Մի հարց առաջացավ աշակերտների մեջ։ Բացել եք Ղուկաս 22-րդ գլուխը 24-րդ խոսքից։ Տեսեք ինչ է գրված։ Գրվածը վեճ առաջացավ նրանց մեջ, թե իրենցից ով մեծ պիտի համարվի։ 24-րդ խոսքում։ Պատկերացնեք, իրենք Հիսուսին չեն հարցնում, լավ, որ դու գնալու ես, մահանալու ես, քեզանից հետո ով է մեծ համարվելու մեր մեջ։ Իրենք ուղղակի իրար մեջ վիճում են։ Իրար հետ կռիվ են անում, թե իրենցից ով պիտի մեծ համարվի։ Մի պահ պատկերացրեք իրադրություն։ Վերջին գիշերը մարդը նստած է 12 աշակերտների հետ։ Այդքան ժամանակ իրար հետ են եղել։ Ու մեկ էլ ասում է, գիտեք, ես գիշեր ես պիտի բռնվեմ, վաղը ինձ պիտի սպանեն, մատնեն հեթանոսներին ու սպանեն եւ այլն, այս մանրամասներն է խոսում։ Մեկ էլ աշակերտները վիճում են, ասում են մեզանից ով պիտի մեծ լինի։ Հավանաբար Պետրոսը ասում էր, ես, որովհետեւ չգիտեմ, պատճառներ էր բերում են, Հովհաննեսը ասում էր, ես, որովհետեւ պատճառներ էր բերում։ Ինչ էր տեղի ունենում։ Ես որ ինձ դնում եմ Հիսուսի տեղը, ասում եմ, ինչքան ված կզգայի այդ պահին։ Կվերցնեի սեղանի վրա եղածը, ու չգիտեմ, հերթով ամեն մեկի գլխին երևի կասեի, հասկանում եք, ես ասում եմ վաղը մեռնելու եմ։ Իսկ դուք վիճում եք, թե ով է ձեր մեջ մեծ լինելու։ Ասեմ, որ անցել է 2000 տարի, բայց մարդկային հոգեբանությունը չի փոխվել։ Այսօր էլ նույն վիճաբանությունները մարդկանց մեջ շարունակվում են։ Հիշում եմ բանակում էի, ուրեմն գիտեք, որ այդպիսի ժամանակներ կա, որ անց են կացնում նորեկած զինվորների հետ պատրաստելու համար հետագա ծառայությանը։
Զինվոր են դարձնում կարծես թե։ Ամենք 6 ամիս այդպիսի մի ռեժիմի մեջ էինք, մեզ շատ բաներ էին սովորացնում։ Այդ 6 ամսվա վերջին մասում մի 3 հոգու տվեցին ամենացածր կոչումը, զինվորից բարձր ամենացածր կոչումը, գիտեք, չէ՞ դա որն է, եֆրեյտորը։ Հետո ուրեմն մի պահ եկավ, որ հրամանատարը ասաց՝ «Արա գնամ մի հատ ու գամ»։ Եկել էս երեքը սկսեցին իրար հետ վիճել, թե ով պիտի առաջնորդի խումբը։ Մարդկային հոգեբանությունը չի փոխվել։ Այդ շատ ցավալի է, երբ որ այդ հոգեբանությունը տեղի ունենում եկեղեցում։ Ու մարդիկ սկսում են մեկ էլ իրար հետ վիճել, թե ով պիտի հանկարծ իրենց մեջ մեծը լինի։ Գիտեք, մարդիկ նեղանում են հաճախ իրարից, որ իրենք բանի տեղ չդրվեցին, անտեսվեցին։ Նեղանում են, որ մեկը իր ոտքը տրորեց, մեկը անտեսեց, չգիտեմ ինչպես վերաբերվեցին իրեն։ Արդյոք այդ բոլորը այդ նույն պատվի հարցով բխած վեճերը չեն։ Արդյոք դրանից չեն առաջացել այս բոլորը։ Մեկը ասում է, ես այսքան տաղաններ ունեմ, ինձ բանի տեղ չեն դնում։ Չգիտեմ էլ ինչ տեսակ բաներ։ Մարդիկ ուզում են մեծ լինել, ուզում են բարձր լինել, երևացող տեղում լինել։ Այսպեսի ձգտում ես հավատում եմ բոլոր մարդկանց մեջ կա։ Ու ինչ որ չափով այդ ձգտումները հաճախ սկսում են դրսևորվել մարդկային հարաբերությունների մեջ։ Բայց ճիշտը գիտեք որն է, որ մենք ինքներս դա ճանաչենք, ոչ թե մեզ կողքից ասեն։ Մենք ինքներս դա ճանաչենք ու դրա դեմ պայքարենք։ Հետաքրքիր էր Հիսուսի վերաբերմունքը։ Ինքը չվերաբերվեց, ինչպես ես ասացի, ես կանեի այդ վերջին գիշերը։ Հիսուսը գրված է, որ սկսեց բացատրել։ Բացել եք նույն հատվածը 25-րդ խոսքից, եւ նա ասաց նրանց. «Ազգերի թագավորները, որոնք տիրում են, եւ նրանք, որ իշխում են, նրանց բարերար են կոչվում, բայց դուք այնպես պիտի չլինեք, հապա նա, որ ձեր մեջ մեծ է, փոքրի պես թող լինի, եւ առաջնորդը սպասավորի պես լինի»։ Շայթուն դարձնում եք առաջնորդը սպասավորի պես։ Հետարքիր սկզբունք է դնում Հիսուսը։ Քանզի ով է մեծ, սեղան նստողը թե սպասավորը, չէ՞ որ սեղան նստողը, սակայն ես ձեր մեջ սպասավորի պես եղա։ Իրականում Հիսուսը չէր խոսում ֆիզիկական գործերի մասին, որովհետև ֆիզիկական գործերում աշակերտները ծառայում էին Հիսուսին, բայց հոգևոր հարցերում Հիսուսը ծառայում էր միանշանակ։ Թույլ չէր տալիս որևէ ծառայություն հոգևոր հանկարծ աշակերտները անեն իրեն, ու ոչինչ էլ չէին կարող այդ պահին անել։ Հիսուսը լրիվ ծառայի ու սպասավորի դիրք էր գրավել իր աշակերտների առաջ ու հոգևոր ամբողջ ծառայությունը կատարում էր, պաշտպանելու, իրենց հոգևորապես բարձրացնելու։ Շարունակեմ կարդալ. «Եվ դուք նրանք եք, որ միշտ ինձ հետ էիք մնում իմ փորձություններիս մեջ»։ Հետարքիր է, Հիսուսը գնահատեց այն մարդկանց, ովքեր թեկուզ թերի էին, թեկուզ դեռ էգոիստ էին, իրենց մեջ բարձր էգոիզմ ու ես կար, բայց գնահատեց, ասես դուք են մարդիկ եք, ովքեր ինձ հետ մնացին նեղությունների մեջ։ Եվ շարունակությունը ասում է, եւ ես ձեզ թագավորություն եմ ուխտանում, ինչպես իմ հայրս ինձ թագավորություն ուխտարեց, որպեսզի դուք իմ սեղանիցս ուտեք, խմեք եւ իմ թագավորությանս մեջ, եւ աթոռների վրա նստեք Իսրայելի 12 ցեղերը դատելու, 12 աշակերտների հետ չէ խոսում։ Հետարքիր է, Հիսուսի վերաբերմունքը բոլորովին ուրիշ էր։ Մարդը կռիվ անում իր կողքիների հետ, որ մեծ լինի, մեկ էլ Հիսուսը սիրուն բացատրում է իրեն։ Չի հանդիմանում այս պահին, հասկանում եք ինչ սիրտ էր Հիսուսի մեջ։ Իսկ եթե մեկը քո կողքին նստած ու հանկարծ մեկ էլ տեսնում ես, որ ինչ որ հպարտության դրսևորումով հարձակվում է քո վրա, ինչ ես անում։ Առաջին հերթին իրան էլ դու ես պատասխանում իր հարձակումով, իր կծելով, թե մի պահ սկսում ես նորմալ բացատրել, որ գիտես ճիշտը սա է եկեղեցու մեջ։ Քրիստոսի մարմնի մեջ ճիշտը սա է։ Ուզում ես մեծ լինել, շատ լավ, եղիր բոլորի սպասավորը։ Ինչքան շատ մարդու սպասավոր լինես, այնքան մեծ կլինես երկնքի թագավորության մեջ։ Ուզում եք սա ունենալ։ Հետարքիր է, չէ՞ Հիսուսի բացատրությունը։ Մի կարևոր բան էլ, երբ որ աշակերտները իրար հետ են վիճում, իրանք իրենց մեջ իրար հետ են համեմատում իրենց։ Ու սկսում են իրենց մեջ արժանինքներ գտնել, թե իրենցից որն է արժանի մեծ կոչվելու։ Երբեք նման բան չանեք կյանքում։ Երբեք չփորձեք ձեր սրտերի մեջ ձեզ համեմատել որևէ ուրիշ մեկի հետ։ Գիտեք ինչու՞։ Որովհետև մեր համեմատվելու միակ օբյեկտը, ոնց ասեմ, միակ անձնավորությունը Հիսուսն է։ Բոլորս պիտի նրա հետ համեմատվենք։ Ու եթե Հիսուսի հետ համեմատվելով դու քեզ արժանի կհամարես մեծ լինելու, ուրեմն իսկապես եղիր այդ մեծը։ Չգիտեմ, այդպիսի մարդ կա, որ Հիսուսի հետ համեմատվելով ինքը իրեն մեծ տեսնի։ Դժվար թե։ Հակառակ դեպքում, եթե այսինքն դուք ձեզ Հիսուսի հետ համեմատելով մեծ չեք տեսնում, ուրեմն պիտի բոլորի սպասավորել լինեք։ Սխալ բան է մարդկանց մեջ իրար հետ համեմատվելը։ Օրինակ, եթե Պետրոսը փորձեր արգումենտներ գտնել, ինչու ինքը ամենամեծը պիտի լինի, հավանաբար կասեր, որ ինքը միակը քայլեց ջրի վրայով։ Միակն էր, որին Հիսուսը, չգիտեմ, մի քանի անգամ ուշադրություն դարձրեց տարբեր հատվածներում, տարբեր տեղերում։ Միակն էր, որ ինչ որ գործեր էր անում։ Գուցե 3-ից մեկն էր մի քիչ իջնում այստեղ բանը, որ բարձրացավ Հիսուսի հետ լեռը, որ գնաց հայրոսի տուն նրա աղջկան հարություն տալու։ Ինչ որ մի առավելություն կարծես կարող էր, չէ՞, ցույց տալ։ Հովհաննեսը գուցե մի ուրիշ արգումենտ գտներ, ասեր, տես Հիսուսը ինձ ամենաշատն է սիրում, ես միշտ իր կողքին եմ։
Այդպես լինում է, որ փոքրին ամենաշատն են սիրում։ Բայց դա չի նշանակում, որ այդ փոքրը պիտի ուզենային մեծերից մեծ կոչվել։ Լավ։ Պատկերացրեցիք ուրեմն առաջին հերթին աշակերտները, նույնիսկ ամենամոտիկ մարդիկ ինչպիսին կարող են լինել իրենց վերաբերմունքի մեջ։ Եկեք շարունակենք։ Ուրեմն առաջին աշակերտներն էին, երկրորդ աշակերտներից մեկին ուզում եմ առանձնացնել, հենց Պետրոսը, որի մասին այդքան ասացի։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Պետրոսի հատվածը գրված է 22-րդ գլխի 54-րդ խոսքից։ Մեծ հատված է, այդքանը չեմ կարդա, ուղղակի ասեմ, որ Պետրոսը այդ հատվածում 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Հետարքիր է, չէ՞ Պետրոսի վերաբերմունքը։ Պետրոսը այն աշակերտներից մեկն էր, որը ուզում էր իսկապես ամենաերևացող, ամենամեծը լինել։ Հենց որ Հիսուսը ասեց բոլորդ կծրվեք, ասեց չէ, Տեր, ես չեմ ծրվի։ Թեկուզ բոլորը ծրվեն, բոլորը քեզ չգիտեմ թողնեն, ես մինչև մահ քեզ հետ կգամ։ Պետրոսը դեռ չգիտեր, ինչ պիտի տեղի ունենա առջևում։ Հիսուսը ասեց դեռ ակլորը չկանչած։ Ակլորական չէ, ուրեմն խորհրդապատկերում էր այն միտքը, որ շատ կարճ ժամանակի մեջ։ Մարկոսը գրում ասում է 2 անգամ։ Ակլորը չկանչած դու 3 անգամ կուրանաս։ Պատկերացնում եք այդ կարճ ընթացքի մեջ մի կանչելուց մինչև մյուս կանչելը դու 3 անգամից կուրանաս։ Պետրոսը չհամաձայնվեց դրա հետ, ասեց չէ, Տեր, ես մինչև մեռնելու էլ քեզ հետ կգամ։ Եկավ դեպքը, ինչ տեղի ունեցավ, երբ որ Հիսուսին բռնեցին, տարան, ու մյուս ավետարանում գրված է քահանապետի գավիթում, երբ որ Հիսուսին տարել էին, այնտեղ էլ ծեծեցին Հիսուսին, թքեցին իր վրա, անարգեցին։ Ու հենց այդ պահին մեկը մոտեցավ Պետրոսին, ասեց Պետրոս, դու էլ իրանցից ես։ Ասեց չէ, ինչ ես ասում, չեմ հասկանում։ Անմիջապես ուրացավ։ Մի պահ ուշադրություն դարձրեք, հաճախ քրիստոնյաները չեն հասկանում ուրանալ միտքը։ Քրիստոնյաները հաճախ մտածում են, որ ուրանալը սա է, որ ինքը կկանգնի, կասի ես ուրանում եմ Հիսուսին։ Սենց բան հազվադեպ է լինում։ Ծայրահեղ հազվադեպ, չգիտեմ 2000 տարվա պատմության մեջ քանի այդպիսի դեպք են եղել, որ մարդիկ ուղիղ կանգնել ու ասել են ես ուրանում եմ կամ այդպես պահանջել են, որ ասեն ես ուրանում եմ Հիսուսին։ Իրականում ուրացումը բոլորովին ուրիշ ձևով է կատարվում։ Մարդը գտնվում է անհավատների մեջ, ամեն ինչ անում է, որ չիմանան ինքը հավատացյալ է։ Պետրոսին ասեցին դու իրենցից ես, ասես չէ, իրենցից չեմ։ Ամեն ինչ անում է, որ չիմանան, ինչու, որովհետև վախենում էր, աչքի առած ծեծված Հիսուսն էր այնտեղ։ Սեփական անձի համար վախ, կամ գուցե ամոթ, այսօր վախը այնքան շատ չի, մեր արդեն մշակույթում, մեր հասարակության մեջ, ինչքան ամոթն է ավելի շատ։ Մարդիկ ամաչում են, որ մարդիկ իմանան, թե իրենք հավատացյալ են, որ շրջապատը իմանա։ Ու անում են ինչ-որ բաներ, որպեսզի չիմանան։ Եթե դու այնպիսի կյանքով չես ապրում, որը փառավորի Հիսուսին, ճիշտ էլ անում ես, որ չիմանան։ Բայց եթե դու ճիշտ ես ապրում, դու հակառակը պիտի շատ համարձակ լինես ու ճիշտ ասես։ Նայեք Պետրոսին հետո երկրորդ անգամ ստացվեց առիթը, որ ասեցին դու նրանց ես, ասեց չէ, ես չեմ ճանաչում նրան։ Մինչև շատ ստիպեցին ու ինքը մի ուրիշ ավետարանում գրված է նաև որ անեցեց, անեցքով կարծես ուզում էր ցույց տալ, որ իսկապես ես Հիսուսի հետ գործ չունեմ։ Պատկերացրեցիք ինչպեսին էր։ Ու հիմա Հիսուսի վերաբերմունքը նայեք 60-61 խոսքերում ինչ է գրված։ Պետրոս ասաց ով մարդ է երրորդ ուրացումն է արդեն։ Չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Ու քանի որ իր խոսքը իր բերանում էր, իսկույն հավը խոսեց։ Ակլորականչները առավոտյան արդեն։ Եվ Տերը դարձավ ու Պետրոսին նայեց։ Պետրոսն էլ հիշեց Տիրոջ խոսքը, որ իրեն ասել էր, թե դեռ հավը չխոսած 3 անգամ պիտի ուրանաս ինձ։ Եվ Պետրոսը դուրս ելնելով դառնապես լացեց։ Ես շատ եմ լսել քարոզիչներ ու ուսուցիչներ, որ փորձել են բացատրել, թե ինչ կար Հիսուսի դեմքին ու ինչ ազդեցություն թողեց Հիսուսը Պետրոսի վրա։ Բայց հետևանքը խոսում է ինչ ազդեցություն թողեց։ Գրված է Պետրոսը դուրս եկավ ու դառնապես լացեց։ Ինքը հիշեց, որ Հիսուսը ինչ էր ասել իր 3 ուրանալու համար, ու դուրս գալով դառնապես լացեց։ Հավանաբար այդ դեմքի մեջ կար այն արտահայտությունը, որը Պետրոսին տվեց այն ուղղությունը, ինչպես պիտի ինքը վարվեր, որ ինքը պիտի զղջար կարծես թե ցավեր դրա համար։ Հետարքիր է Հուդան էլ զղջաց։ Հուդան գնաց ինքնասպան եղավ, Պետրոսը ինքնասպան չեղավ։ Գուցե այդ պահպանությունը իրար նաև դա կար Հիսուսի դեմքի մեջ։ Բայց մի պահ նորից պատկերացրեք իրադրությունը։ Գուցե մեր կյանքում էլ պատահի, որ շատ սիրված, շատ մոտիկ, շատ հարազատ քեզ մի անձնավորություն, ու առաջին հայացքից շատ նվիրված, մեկ էլ ամենանեղ պահին ուժ չի ունենա, որ կդավանի քեզ, որ քո կողքին կանգնի ու ուժեղ ձևով քեզ պաշտպանի, ու հանկարծ կուրանա քեզ դժվարության մեջ։ Ինչպեսին լինի քո վերաբերմունքը այդ մարդուն։ Լավ մի քիչ ավելին ասեմ, դեռ այս պահը չեկած Հիսուսը գիտեր, որ այդ մարդը իրեն պիտի ուրանա, բայց ինչպեսին էր իր վերաբերմունքը այդ մարդուն։ Գիտեք, մեկը ես իմանամ, որ մեկը ինձ պիտի ուրանա, ինչ պիտի լինի իմ ներսում, ինչ դժվարություններ ես կապրեմ։ Բայց Հիսուսը զգուշացրել է, ասել աշխարհի վերջում լինելու են գայթակղություններ, ու շատերը գայթակղվելով իրար մատնելու են։ Լինելու է չէ՞ բանը, Հիսուսն է ասել սա։ Ես
Կառաջարկեի քեզ, որ այս խոսքի անմատ երկու հատ տեսակ աղոթ կանես։ Առաջին աղոթիր, որ դու չլինես երբեք այդ մատնիչներից մեկը։ Եվ երկրորդ, որ եթե քո ամենամոտիկ, քո ամենաչսպասած մարդն էլ մատնի, դու չընկնես հոգևորապես։ Քո հոգևոր հավատքից չընկնես։ Լավ, այս երկուսը շատ անհրաժեշտ են մեզ համար։ Սա նաև գիտեք ինչի է շատ կարևոր, որովհետև մեզ հիմք է տալիս, որպեսզի մենք ոչ մի մարդու վրա չհենվենք։ Որ մենք լավ իմանանք, որ ամենա, չգիտեմ ինչպիսի մարդն էլ որ լինի կողքից կանգնած, ամենաճոխ խոսքերով խոսի, Պետրոսից ճոխ չի խոսի երևի։ Քեզ էլ բանտել կգնամ կմեռնեմ էլ, ասաց Պետրոսը։ Բայց վերջում ուրացավ էլի։ Ինչ տեսակել խոսի, իմացիր, որ Մարթա ու Մարթան, մեզ պետք է մեր սիրտը հենել միայն Հիսուսի վրա, միայն կենթանի Աստծո վրա։ Հասկանում եք ինձ։ Նաև մեր վերաբերմունքը պետք է շատ ճիշտ լինի այդպիսի մարդկանց։ Տեսեք Հիսուսը ինչ արեց, երբ որ գիտեր, որ Պետրոսը իրեն պիտի ուրանա։ 32-րդ խոսքում կարդում ենք Հիսուսի ասած խոսքերը։ Լավ, եկեք 31-ն էլ կարդամ, որ հասկանալի լինի։ Եվ Տերը ասաց. Սիմոն, Սիմոն, Սատանան ձեզ փնտրեց, որ ցորենի պես խարբալի, բայց ես քեզ համար աղոթ կարեցի, որպեսզի քո հավատքը չպակասի։ Հետաքրքիր է։ Ուրեմն Հիսուսը իմանալով, որ Պետրոսը պիտի ուրանա, չի աղոթում, որ Պետրոսը չուրանա։ Աղոթում է, որ հավատքը չպակասի։ Եկեք մի անգամ 32-րդ խոսքը։ Եվ ես քեզ համար աղոթ կարեցի, որպեսզի քո հավատքը չպակասի։ Եվ դու, երբ դարձի գաս, այսինքն ինքը դեռ մեղքի մեջ պիտի ընկներ, պիտի ուրանար Հիսուսին։ Դեռ այդ մեղքից պիտի դառնար նորից Հիսուսին։ Ասում է, երբ դարձի գաս, քո ընկերներիդ հավաքես։ Այս սրա համար ասում է, ես աղոթ կարեցի։ Ինչպիսին է Հիսուսի վերաբերմունքը, հա։ Երբ որ դուք կտեսնեք, որ ձեր կողքին կա թույլ մեկը, կամ ինչ-որ մեկից սպասում եք դավաճանություն, կամ արդեն ստացել եք այդ դավաճանությունը, աղոթեք, որ այդ մարդու հավատքը չպակասի։ Նայեք նրան այնպիսի դեմքով, որը նրան հնարավորություն տա վերականգնվելու։ Դրա մեջ գուցե կա հանդիմանություն էլ, ես դրա հետ համաձայն եմ, որովհետև հանդիմանությունն է բերում այսպիսի խորը զղջման, բայց նաև հնարավորություն վերականգնման համար անպայման։ Աղոթեք դրա համար, որպեսզի այդ մարդը անպայման վերականգնվի։ Բարեխոսական աղոթքը մեծ ազդեցություն ունի։ Կարծում եք ինչ եղավ։ Պետրոսը ինքը տեղով շատ ազդեցիկ էր մնացած աշակերտների վրա։ Դրա համար Հիսուսը այսպիսի խոսք է ասում։ Նայեք հենց այդ նույն խոսքերը, որ կարդացի։ Ասում է Սատանան փնտրեց ձեզ խարբալի, 12-ին էլ ասում է, չէ՞ սա։ Ձեզ բոլորի ծրի կարծես թե։ Բայց ասում է ես քեզ համար աղոթ կարեցի, որ դու հավաքես։ Ու նկատել եք, որ ինքը ուներ այդ առաջնորդական կամ մյուսների վրա ազդեցություն թողնելու դիրքը կարծես թե, դիրքը իր մեջ։ Որ երբ որ Հիսուսի արությունից հետո մեկ էլ ասաց, ես գնում եմ ձուկ բռնելու։ Ու գիտեք, քանի հոգի ասացին մենք էլ ենք գալիս ձուկ բռնելու, 6 հոգի այդ աշակերտներից։ Եթե հաշվեք, այնտեղ նավակի մեջ ձուկ բռնողները 7 հոգի էին։ Պետրոսը մեկ էլ կանգնում ասում է, ես գնում եմ ձուկ բռնելու։ Չի ասում ինձ հետ եկեք ձուկ բռնելու, ասում ես գնում եմ ձուկ բռնելու։ Մեկ էլ մնացած 6 հոգին ասում են մենք էլ ենք գալիս ձուկ բռնելու։ Հիսուսը ընտրել էր մեկին, որը կարող էր հավաքել։ Նաև մենք կարիք ունենք աղոթելու իրար համար, որովհետև առջևում դժվար ժամանակներ են սպասվում։ Որքան մոտենանք աշխարհի վերջին, այնքան ժամանակները ավելի ծանր ու ավելի դժվար են լինելու։ Այնքան հավատքի մեջ հաստատ կանգնելը ավելի դժվար պիտի լինի։ Այդպես ասում Աստվածաշունչը, դուք այդպես եք հավատում։ Ուրեմն սա երկրորդ վերաբերմունքն էր եւ պատասխանը Հիսուսի կողմից, որի մեջ մենք սովորեցինք գուցե ինչ-որ բաներ։ Դուք սովորեցիք։ Շարունակենք։ Երրորդը, որ վերաբերվեց Հիսուսին ինչ-որ մի ձևով, դա Ատյանն էր։ Այն ժամանակվա Ատյանը, դատարանը կարծես թե։ Դրա համար կարդում եմ 66-րդ խոսքը։ Ու երբ առավոտ եղավ, ժողովրդին ծերակույտը, քահանապետները, դպիրները հավաքվեցին եւ տարան նրան իրենց Ատյանը եւ ասացին. եթե Քրիստոսը դու ես, ասա մեզ։ Միայն այս խոսքն եմ կարդում, բայց իհարկե շատ բան գիտենք այս Ատյանի մասին։ Մյուս ավետարաններից, նույն Ղուկասի մյուս հատվածներից գիտենք, որ այս մարդիկ, ովքեր հավաքված էին Հիսուսին դատելու համար, հրյաներ էին, ու իրենք բոլորովին հակառակ էին, տրամադրված էին, որ Հիսուսը անպայման պիտի մեռնի։ Ու դա միայն այս վերջին գիշերվա, վերջին օրերի որոշումը չէր։ Այդ որոշումը իրենք վաղուց էին կայացրել։ Կայացրել էին այն ժամանակ, երբ որ Հիսուսը սկսեց ավելի շատ աշակերտներ հավաքել, երբ որ ավելի շատ ժողովուրդներ գնացին Հիսուսի հետևից, իրենց մեջ նախանձը բարձրացավ։ Այն աստիճան, որ նույնիսկ Պիղատոսը, հռոմեացի ղեկավարը, գիտեր, որ այս մարդիկ նախանձից են մատնում։ Հիշում եք այդպիսի խոսք, գրված է Պիղատոսը գիտեր, որ նախանձի համար են մատնում Հիսուսին։ Ու մեկ էլ կարծես թե իրենք ուզում են ճշմարտությունը իմանալ։ Դատում են Հիսուսին, ասում են դե հիմա ասա, դու ով ես, Քրիստոսը դու ես։ Հետաքրքիր է, չէ՞, մարդիկ մեկ-մեկ իրենց ներսի նախանձը կամ չարությամբ վերաբերմունքը թաքցնելու համար փորձում են ծածկել ճշմարտությունով։ Փորձում են ծածկել իրենց հետաքրքրասիրությունով։ Մի արեք, գիտեք ինչու, Աստված է տեսնում։
Գուցե դիմացինը չհասկանա, կողքինները չհասկանան, որ դու ինչ-որ այդտեղ մանյովր արեցիր խոսքերի մեջ, բայց Աստված է տեսնում, Աստված է հասկանում։ Աստծո աչքից ոչինչ չի վրիպում։ Այս մարդիկ էլ, որ իրենց կեղծավորությունը դրսևորում էին, Աստծո աչքից ոչինչ չէր վրիպում։ Նրանք անպայման տրամադրված էին Հիսուսին սպանելու։ Նրանք անպայման այդ հարցն էլ գիտեք ինչու էին տալիս, որ առիթ ունենան Հիսուսին սպանելու։ Իրենց հիմնական շարժարետը նախանձն էր, որ նախանձում էին, որ Հիսուսը կարող էր հրաշքներ գործել, իսկ իրենք Աստծո քահանաներ են, որ հրաշքներ չեն կարողանում գործել։ Աստծո անունից շատ են խոսում, բայց չեն կարողանում գործել։ Ատյանը կազմված էր ավելի շատ քահանաներից, քահանապետից եւ փարիսեցիներից, դպիրներից, այսպիսի մարդկանցից ավելի շատ։ Նաեւ ծերակույտը տեսնում ենք այստեղ կարդում ենք, որ միացել էր այս պահին, հավաքված էին իրար հետ։ Ծերակույտը այն մարդիկ էին, ովքեր իմաստություն ունեին, ու շատ որոշումների մեջ ազդեցիկ էին։ Ու հանկարծ հայտնվել էր մի երիտասարդ, որ ծեր չէր, ու իրենցից ավելի իմաստուն էր։ Ու նրա խոսքերը այնպիսի խոսքեր էին, որ մարդիկ գնում էին նրա հետևից։ Հետաքրքիր է, չէ՞։ Քահանապետը, որ քահանապետ էր, շատ Հիսուսի ասածներին չէր հավատում։ Օրինակ, հարությանը չէր հավատում։ Սադուկեցիներ էին այս քահանաները այս ժամանակվա։ Պատկերացնում եք, հիմիկվա Եհովայի վկաների կարծես թե նախնիները։ Ինչն է հետաքրքիր, որ այս կեղծավորությունը այդպես էլ չմնաց կեղծավորություն։ Նայեք Հիսուսի պատասխանը ինչպիսին էր։ Կարդում եմ 67-րդ խոսքից։ Եվ ասաց նրանց. եթե ձեզ ասեմ, պիտի չհավատաք, եւ եթե ձեզ մի բան հարցնեմ, ինձ պատասխան պիտի չտաք, ոչ էլ ինձ պիտի արձակեք։ Հիսուսը լավ գիտեր ինչա տեղի ունենում, տեսնում էր, ու ճշմարտությունը բաց խոսում էր այս մարդկանց առաջ։ Սրանից հետո որդին մարդու զորության աջ կողմը պիտի նստի։ Եվ ամենը հարցրեցին. ուրեմն դու Աստծո որդին ես։ Ինքն էլ ասաց նրանց. դուք եք ասում, թե ես եմ։ Եվ նրանք էլ ասացին. էլ ինչ պետք է մեզ վկայություն, որովհետև մենք մեզանից լսեցինք նրա բերանից։ Հետաքրքիր է, չէ՞։ Նախ Հիսուսը ասում է, որ ձեզ ինչ էլ ասեմ, մեկը դուք տրամադրված եք ինձ սպանելու։ Սա Հիսուսի խոսքերն են։ Բայց վերջը ասում է, էլի։ Այն ինչ որ հարց իրեն տվել էին դու ես Քրիստոսը, ասաց, հա, վերջը պիտի տեսնեք ինձ, հոր աջ կողմում նստած։ Հետաքրքիր է, ուրեմն նախ բացահայտում է իրենց կեղծավորությունը, երկրորդ ասում է ճշմարտությունը, ու հետո էլ տեսնում ենք, որ իսկապես ինչ որ բացահայտ ասել էր ճշմարտության, որ մեկը դուք ինձ բաց չեք թողնելու, մեկը դուք ինձ պիտի սպանեք, այդ բոլորը իրականացվում է։ Ու վերջի վերջո, մարդը ասում է ճշմարտություն, խոսում է, որ իսկապես ես եմ Քրիստոսը, ասում են, ինչ վկաներ, եկեք սպանենք իրեն։ Այսպիսի բաներ հաճախ են տեղի ունենում կյանքում։ Մարդուն հարցնում ես, ասում ես դու ով ես, ասում է ես եմ, կողքից ասում են, տենում ես, ինչքան հպարտ է, իրան ինչի տեղադրել։ Կարդացել եք Պողոս առաքյալի մասին, իր թղթերի մի մասը սկսում են այս ձևով. Պողոսը Աստծո առաքյալ կամ Հիսուս Քրիստոսի առաքյալ։ Ես չեք մտածում, ես ինչ հպարտ մարդ էր։ Բոլոր թղթերը սկսում են նրանով, որ ինքը Աստծո առաքյալ էր։ Բայց ինքը ճշմարտություն էր խոսում իր մասին։ Հիշում եմ մի հատ դեպք էր եղել, պատմում են, որ մի քանի հոգի մարդկանց բռնել էին նրա համար, որ Քրիստոս էին քարոզել փողոցում։ Ուղղակի կանգնած առաջի պատահած մարդկանց խոսել էին Հիսուսի մասին։ Բռնել էին, տարել էին ու սկսել էին հարցաքննել։ Ասում դուք ովքեր եք։ Ասել էին Աստծո որդիներ։ Ասել էին հա իսկապես Աստծո որդիներ եք, դե որ Աստծո որդիներ եք, հիմա մի հատ հիվանդ կբերենք, աղոթեք որ բուժվի։ Ու հետաքրքիր է նա, որ Աստված աջակցել էր, աղոթել էին իսկապես բուժվել էր։ Բայց հետաքրքիր է, չէ՞։ Մարդիկ ոնց են նայում դրան։ Ասում ես հա Աստծո որդի եմ։ Ոմեկ էլ ասում են հա խաչեք, որովհետև ինքը իրան ասում է Աստծո որդի։ Ճիշտ այդ բանը տեղի ունեցավ այստեղ։ Երբ որ մեկը ասում է ես այս գործը կարող եմ անել, ասում են հələ ինչ հպարտ մարդ է, ուզում է ինքը գործ անի։ Ու նրա համար որ երևա։ Հա եթե երևալու համար սխալ է անում, բայց եթե իսկապես այդ մարդը կարա ինչ-որ մի գործ անի Աստծո համար ճիշտ է որ անի։ Ամեն։ Ու դրան անպայման չնայենք հպարտության տեսանկյունից։ Հաճախ սրա մեջ նախանձն է գործում։ Ու նախանձը ամենավնասակար բաներից մեկն է։ Նախանձը կողքից նայում ասում է ինչու ինքը ոչ թե ես։ Ինչու այսօր այս զույգը կարող էր ամուսնանալ ու ոչ թե ես։ Ծիծաղում եք, ես իրական բան եմ ասում։ Ու ոչինչ երևի որ այսքան բացահայտ եմ ասում։ Երբ որ մեկը մի հատ լավ գործ է անում ու մյուսները գովում են կողքից, եկել ասում են ինչու ինքը ոչ թե ես։ Նախանձը մի տհաճ հատկություն ունի։ Այդ տեղի ունեցավ այդ բանը այստեղ։ Հենց որ լսում է մարդկանց, սխալ է փնտրում որ այդ սխալը գտնի։ Այսօ նախանձն է անում։ Բայց մարդը թեկուզ մաքուր ու ճիշտ բան էլ խոսի, լրիվ ճշմարտություն էլ խոսի, մեկը մի բան մանա գալիս որ գտածնի ու բացասական բան ասի այդ մարդու հասցեին։ Այստեղ քահանապետներ, փարիսեցիներ, որ հավաքված էին դպիրներ, որ նախանձում էին Հիսուսին ծերակույտը, իրենք ուզում էին Հիսուսի վրա մի բան գտածնեին, ու որքան էլ Հիսուսի խոսքերը մաքուր ու ճշմարիտ լինեին, իրենց հանդերձները պատրեցին, ասացին խաչենք։ Ու ճշմարտություն խոսելը միշտ էլ հեշտ չի լինում, հաճախ շատ դժվար է լինում, որովհետև նախանձը փնտրում է մի բան ծագելու համար։ Լավ, նախանձը Աստծո առջև ճիշտ դիրք չի,
Դա դիրք է, գիտեք, դուք կարող եք արագ ձեր դիրքը շրջել։ Հենց որ դուք նկատում եք նախանձը ձեր սրտերի մեջ, արագ շրջեք։ Ես ձեզ լավ միջոց ասեմ նախանձի դեմ պայքարելու համար։ Ոնց որ նախանձեցիր, շատ աղոթիր նրա համար, որ Աստված լիարժեք շատ ավելի շատ բարիքներ անի։ Օրինակ ասեմ, երբ որ քո հարևանը մի հատ մեքենա առավ, ու դու նախանձեցիր դրան, աղոթի որ մի 2 հատ ավելի լավ մեքենա տա Աստված իրան։ Հենց ճիշտ է ձևով։ Ինչի վրա նախանձեցիր։ Աղոթի որ դա շատ ավելի նորտնված լինի իր կյանքում։ Առաջին հերթին դրա մեջ քո սիրտը կբուժվի։ Պատկերացնում ես, սա երրորդ դեպքն էր, որտեղ Հիսուսին վերաբերվեցին, ու Հիսուսն էլ վերաբերվեց ինչ-որ մի ձևով։ Չորրորդը գրված է 23-րդ գլխում, որոնք քահանայապետները արդեն տեսանք, որ Հիսուսի դեմ կազմակերպած դավադրությունը սկսեցին ի գործ դնել։ Իրենք տարան Հիսուսին, մատնեցին Պիղատոսին ու սկսեցին Պիղատոսին իմաստիպել, որ Հիսուսին սպանի։ Ու խոսակցության մեջ այնպես ստացվեց, որ պարզեց, որ Հիսուսը Գալիլեացի է։ Ասաց լավ, որ Գալիլեացի է, կակրած Գալիլեայի չորրորդապետը, այն ժամանակ թագավոր չէր, չորրորդապետ էր, այդպես թաղամասի կարծես թե մի ամբողջ շրջանի։ Ասաց տարեք իր մոտ, որովհետև ինքը հիմա Երուսաղեմում է։ Ու անմիջապես նույն գիշերը պատկերացնում եք ինչ եռանդուն գործում էին այս քահանայապետները։ Պիղատոսի մոտից Հիսուսին տարան Հերովդեսի մոտ, ու այնտեղ շարունակեցին ամբաստանություն, վատ բաներ ասել Հերովդեսի մոտ Հիսուսի հասցեին։ Դա արդեն գրված է 23-րդ գլխի 8-րդ խոսքից։ Եկեք մի հատ տեսնենք ուրեմն Հերովդեսի վերաբերմունքը Հիսուսին եւ հակառակը Հիսուսի վերաբերմունքը Հերովդեսին։ Այնքան բազմազան է վերաբերմունքները, նկատում եք աշակերտներին ուրիշ ձևով, Պետրոսին ուրիշ ձևով, քահանայապետներին ուրիշ ձևով, Հերովդեսին բոլորովին ուրիշ ձևով, ու բավականին դժվար, տեսեք, ինչ է գրված։ Եվ Հերովդեսը, երբ Հիսուսին տեսավ, շատ ուրախացավ, 8-րդ խոսքից եմ կարդում, որովհետև ինքը շուտվանից էր փափագում նրան տեսնել, որովհետև նրա մասին շատ բաներ էր լսել, եւ հուսում էր, որ նրանից մի նշան տեսնի։ Ու շատ խոսքերով հարց ու փորձ էր անում նրան, բայց նա բնավ իրեն պատասխան չտվեց։ Եկեք մի հատ հասկանանք Հերովդեսին։ Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետը լինելով, համարյա թագավորը լինելով, ոչ միայն Գալիլեայում, Հրեաստանում, Սամարիայում ամբողջ այդ տարածքը շրջելով, շատ լսել էր Հիսուսի 3.5 տարի առած այդ գործերի հրաշքների մասին։ Ու գրված է փափագում էր տեսնել։ Կարդացիք ինձ հետ, հենց 8-րդ խոսքում գրված է ուրախացավ, որովհետև ինքը շուտվանից փափագում էր նրան տեսնել։ Փափագում էր ինչի համար տեսնել։ Գրված է, որ գուցե մի հատ նշան տեսներ նրանից։ Բայց ուզում եմ, որ այս նշան փնտրելու կեղծավորությունը տեսնեք։ Միայն Հերովդեսը չէր, սա հրեական մտածելակերպ էր նշան փնտրելը։ Կորինթացիների թղթում Պողոս առաքյալը ասում է հրեաները նշան են փնտրում, հուներն էլ գիտություն են փնտրում։ Բայց մենք հարցում ենք խաչալ Քրիստոս, որ հրեաների համար գայթակղությունը, հուների համար էլ հիմարություն։ Նրանք գիտություն են փնտրում, իրանց համար հիմարությունը, հրեաներն էլ նշան են փնտրում, դա էլ իրանց համար նշան չի։ Եթե մեկը թագավոր է, ինչի պիտի խաչվեր։ Ընդհանրապես գայթակղությունը։ Տեսեք, հետաքրքիր է, բայց ասեմ ձեզ մի բան, որ այդ երկու հոգեբանությունները մինչև այսօր կան։ Մարդիկ չեք տեսել, որ ասեն մի բան տեսնեմ հավատամ։ Չտեսած բանից ոնց հավատամ։ Հերովդեսը փափագում էր Հիսուսին տեսնել, որ գուցե մի նշան տեսներ։ Ուրեմն 3.5 տարի ինքը լսել էր Հիսուսի արած հրաշքները, ամեն տեսակներով այդ հրաշքների։ Մեռելների հարություն, հացի բազմացում, չգիտես ինչ տեսակ բաներ էր լսել։ Թագավորը չէ ամբողջ ինֆորմացիան հոսում էր դեպի իրեն։ Ու հանկարծ մեկ էլ ասում է նշան տեսնեմ իրենից։ Կեղծավորություն չէ՞ սա։ Այդքան նշաններից հետո ասում են մի հատ նշան տեսնեմ։ Մի դեպք գրված է Հովհաննեսի ավետարանում, գրված է, որ Հիսուսը բազմությանը կերակրեց հացով 6-րդ գլխում է գրված։ Դրանից հետո քայլեց ջրի վրայով, հիշում եք, չէ՞։ Այդ ջրի վրայով քայլելը բնականաբար հրեաները չտեսան, բայց այն հացը կերան, չէ՞։ 5 կտոր հացից, որ 5000 հոգի կերան, բանել մեն տղամարդիկ էին հաշված։ Ու հետաքրքիր է դրանից հետո գալիս են։ Ու Հիսուսը մի հատ հանդիմանում ասում է դուք ուտելու համար եք ինձ փնտրում, որովհետև հաց կերակ կշտացաք։ Բայց դուք գնացեք հոգևոր կերակուրի համար, ու մեկ էլ այստեղ ասում են ինչ նշան կանես, որ քեզ հավատանք։ Մի քիչ առաջ այդ հացը կերել են, ընդհանրապես մի քանի ժամ առաջ այդ հացը կերել են։ Բայց այն մյուս օրը արդեն ասում են մի նշան արա, մենք քեզ հավատանք։ Այդ նշան չէր, հա ուրեմն։ Այն ինչ որ կատարվեց նշան չէր։ Մի պահ անկեղծ եղիր։ Եթե դու իսկապես նշան ես փնտրում հավատալու համար, ամեն անգամ քո հավատքը ուժեղացնելու համար, ես հավատում եմ, որ հավատացյալների մեջ եմ դրա համար եմ այդպես ասում։ Շատ սխալ ես անում։ Ինչքան հրաշքներ արել Աստված քո կյանքում։ Բայց մի պահ փակիր աչքերդ ու մտածիր, փորձանքներից պաշտպանելով, չգիտեմ, հրաշքներ, բժշկություններ կատարելով, ինչքան արել, քեզ նոր հրաշք է պետք, որ դու իրեն հավատաս։ Սա ճիշտ դիրք չի, սա կեղծավորության դիրք է։ Դրա համար Հիսուսը ասեց, այս կեղտոտ, այս չար ու շնացող ազգին ոչ մի նշան էլ չի տրվելու։ Ու մի նշան ասեց միայն, որը իրենք չէին կարող հասկանալ, այդ իր մահն ու հարությունն էր։
որ դե 3 օրվա մեջ ասեց ինչպես Հովնանը այնպես էլ ես եւ այլ մանրամասներ չեմ ասում։ Բայց պատկերացրեցիք ասած չի տրվելու այս չարազգին նշան։ Որտեւ այսքան նշաններից, այդքան հրաշքներից հետո մեկ էլ գալիս ասում են մի հատ նշան ցույց տուր մեզ։ Նույնը հաճախ քրիստոնյաներն են անում։ Մի քիչ հավատքը պակասում, ասում են դե մի հատ բան տեսնենք, մի հատ տեսիլք տեսնենք, մի հատ նշան լինի, Աստված մի հատ հրաշքանի հավատքնես ուժեղան։ Չէ, սխալ եք անում։ Մեզ պիտի չհավատալ հրաշքի ու տեսիլքների։ Մեզ պետք է հավատալ Աստծո գրված խոսքին։ Այո, դուք կարդում եք խոսքը։ Ահա հավատքով բացառեք խոսքը ու կարդացեք։ Ու դրանք բոլորը հրաշք է ինչ որ գրված է այդտեղ։ Հռոմեացիների առաջի գլխում գրված է ոչ մեկը պատասխան չունի տալու։ Գիտեք ինչու? Որովհետև բոլորին հայտնված է Աստծո մասին։ Ու դա խոսում է այդ երկրի արարչագործության, ուրիշ լեզվով ասած ընդհանուր հայտնությունների մասին։ Ասում է ոչ մեկը պատասխան չունի տալու։ Ու մեկ էլ Հերովդեսը կանգնում, փափագում է որ մի նշան տեսնի Հիսուսից։ Բնականաբար նման տեղում Հիսուսը գրված է որ բացարձակ լռեց ու ոչ մի պատասխան չտվեց։ Փորձեք ձեզ դնել Հիսուսի տեղը։ Դուք կանգնած եք թագավորի մակարդակի մի անձնավորության առաջ, որը դատում է ձեզ։ Կողքից կանգնած են մարդիկ, քահանապետներ, չգիտեմ ինչեր, որ անընդհատ բացասական բաներ են խոսում ձեր հասցեին։ Թագավորն էլ տրամադրված է դրականորեն քո նկատմամբ։ Դու քեզ հարցեր է տալիս, բայց դու բացարձակ լռում ես ու ոչինչ չես խոսում։ Ոչինչ չես ասում, ինքը քո կողմից է թագավորը, ինքը փափագում է որ քեզանից մի բան տեսնի։ Բայց դու քեզ պահում ես այնպես, ինչպես քո երկնային հայրն է ուզում։ Պատկերացնեք Աստծուց կախվածության ու առաջնորդության ինչ մեծ օրինակ է այս պահը։ Պատկերացնես քեզ բռնեն ու տանեն ոստիկանություն։ Ասեն դու ես գողություն արել ես կամ ես բան արել ես, ու դու լռես ոչինչ չխոսես։ Ու Հիսուսի մասին ինչքան վատ բաներ էին այս մարդիկ խոսում գրված չի, բայց գրված է որ խիստ շատ ամբաստանություն էին անում։ Բացասական բաներ էին ասում։ Բայց Հիսուսը բացարձակ լռում էր։ Գիտեք ինչը։ Իր մեջ չէր լսում հորից, որ պիտի խոսի ինչ-որ մի բան, որ պիտի մի հրաշք, մի բան ցույց տա։ Այ խոնարհության ու հնազանդության մակարդակ, որը մեզ պետք է իսկապես սովորել։ Գիտեք շարունակությունը ինչ է լինում, երբ որ մարդիկ հրաշք են փնտրում ու չեն գտնում ինչ են անում, եկեք կարդամ շարունակությունը 10-րդ խոսքից։ 10-րդում գրված է որ քահանապետները ու դպիրները կանգնել էին եւ սաստիկ ամբաստանություն էին անում նրա մասին։ Իսկ Հերովդեսը անարգեց նրան իր զորականների հետ ու ծաղր անելուց հետո փառավոր հանդերձներ հագցրեց նրան եւ նորից Պիղատոսին ուղարկեց։ Գիտեք ինչու՞։ Որովհետեւ նշան չտեսավ։ Ուրեմն եթե դուք փորձեք քո հավատքը ուժեղացնել ինչ որ նշանների հրաշքների միջոցով, մի սպասի դա, որովհետև Աստծո բնավորությունն է սա, Հիսուսի բնավորությունն է, որ ինքը չի անում այդպիսի տեղ։ Ասում դու արդեն շատ բան գիտես, խոսքը գիտես, բացառակարդա ու հավատա։ Որպես դրա հետևանք դու կտեսնես հրաշքներ ու նշաններ։ Լավ։ Մյուս կողմից այս է շատ վատը, որ երբ որ մարդու սպասումը Աստծոց չի իրականանում, մարդը սկսում է անարգել Աստծուն։ Ասում է ինչ Աստված, փող էի սպասում չտվեց, չգիտեմ ինչ էի սպասում չտվեց։ Մեկի հետ խոսում էի վերջերս, ասում ես քան ժամանակ գնում ես հավաքույթի, ինչ լավ բան ես տեսել Աստծոց։ Բայց քո գնացածի դիմաց ինչ լավ բան ես տեսել։ Այսքան ժամանակ գնում ես, Աստված ինչ արեց քեզ համար։ Մենք պիտի չգանք նրա համար, որ Աստված մեր համար մի բան անի։ Մենք պիտի գանք նրա համար, որ Աստված մեր համար արդեն արել է անցյալում 2000 տարի առաջ։ Եթե սա չեն գնահատում, մենք պիտի չգնահատենք այսօրվա արածը։ Այսօրվա արածը լավ, եթե անի կգնահատեն, բայց դրա համար պիտի չգան։ Գիտեք մարդիկ եկեղեցի ինչի համար են գալիս են նրա համար, որ վախենում են հանկարծ իրենք փող չեն ունենա։ Գալիս են նրա համար, որ վախենում են հանկարծ Աստված կպատժի իրենց, եթե չգան։ Գիտեք ինչ սխալ շարժառիթներ են սրանք։ Այսպիսի բաներ հեռացրեք ձեր մեջից, որովհետև այն ինչից վախենում եք չլինի թե ձեր գլխին գա։ Ուզում եք այս դեպքի մեջ մի բան ասեմ ու շարունակենք։ Հետաքրքիր է այս չարթարանալու պահը։ Երբ որ նայում եմ, որ Հիսուսը կանգնած էր դատարանի առաջ ու չէր արդարանում, կանգնած էր Հերովդեսի առաջ ու չէր արդարանում, հետո էլ կանգնում է Պիղատոսի առաջ ու էլի չի արդարանում, հիշում եմ Պետրոսի խոսքը, գրված առաջի Պետրոս 2-րդ գլխում։ Գրված է, որ ինքը իրեն հանձնել էր արդարության դատողին։ Ինչքան վստահ էր, որ ինքը հանձնված Աստծո ձեռքերի մեջ, ու այդ մարդիկ ինչպիսի վերաբերմունք ունենան իր նկատմամբ, ամեն ինչ հորթոլտվությամբ պիտի լինի։ Ամեն այս հավատքը ինչպես ապրեցնում, ինչպիսի կյանք է տալիս մարդուն։ Եկեք շարունակենք 23-րդ գլխում գրված է ուրեմն նաև արդեն 5-րդ դեպքի մասին, որը տեղի ունեցավ Հիսուսի կյանքում։ Արդեն Պիղատոսն էլ Հիսուսին մատնեց, դատապարտեց, որովհետև ճնշումը շատ բազմազան էր։ Քահանապետների, դպիրների ու ամբողջ ժողովուրդը հավաքված պահանջում էին, որ մատնվեր, ու Պիղատոսի խոսքը վերջնական էր, որովհետև հրեա իշխանավորների վրա դրված էր հռոմեական կուսակալ ու վերջնական որոշումը իրեն էր պատկանում։ Նույնիսկ հրեական դատարանը իրավունք չունեցավ Հիսուսին դատապարտելու մահվան։ Իրենք պահանջեցին ուղղակի, որ դատապարտությունը կատարածվի։
Վերջնական դատապարտողը եղավ Պիղատոսը, ինքը մատնեց ու իրեն տարան խաչելու։ Ճանապարհին Հիսուսը ծեծված, ջարդված, Հերովդեսը ծեծեց, քահանապետները ծեծեցին, Պիղատոսն էլ ծեծեց գրվածը։ Ու այս ամբողջ ընթացքում այդ դատարանների առաջ ծեծված, հոգնած, արդեն ֆիզիկապես են աստիճանի, որ ինքը իր խաչը տանելու ընդունակ չէր, միշտ դատապարտվածները իրենք էին իրենց խաչը տանում։ Ո՞վ պիտի, այդ մարդը պիտի մեռնի, հանկարծ մի ուրիշը իր փոխարեն խաչը քաշ տար։ Դրա համար գտան Սիմոն Կյուրենացուն, որ Հիսուսի խաչը տանի, որովհետև ֆիզիկապես էլ ընդունակ չէր Հիսուսը այդ խաչը տանելու, այնքան էր ջարդված արդեն։ Ու այդ ճանապարհին, երբ որ ինքը արդեն գնում էր դեպի խաչվելը, կարդում են 23-րդ գլխի 27-րդ խոսքը։ Նրա ետևից գնում էր մեծ բազմություն ժողովուրդներից, նաև կանանցից, որոնք ողբում էին ու լացում էին նրա համար։ Իրականում ինչ էին լացում այս մարդիկ։ Լացում էին նրա համար, որ Հիսուսը պիտի մահանար։ Մի անձնավորություն, որ այդքան հրաշքներ, բարիք էր գործելու, միայն բարիք էին տեսել ժողովուրդը նրանից, պիտի մահանար։ Որ անարդար ձևով, վերջը կային մարդիկ, որ հասկանում էին այդ բանը։ Հրեա ազգը չէր ամբողջովին, որ դատապարտում էր Հիսուսին։ Սա ինչ որտեղ նաև մեզ համար է մխիթարանք, որ ինչքան էլ դժվար լինի այդպիսի պահերին, միշտ կլինեն մարդիկ, որ մեր կողմից կլինեն։ Լավ, բայց այս մարդիկ լացում էին, ու մեկ էլ Հիսուսը պատասխան է տալիս։ Մարդկորեն եթե մտածենք, ոչ աստվածային մտածելակերպով, մենք կարող ենք մտածել, որ այս դեպքում մեզ համար մխիթարություն է, էլի, մեկը մեզ համար լացում է։ Լսել եք, որ աղջիկ են ունենում ընտանիքներում, որպես իրենց մխիթարություն ասում են մեռնելուց լացող կլինի։ Հայ ազգի մեջ շատ է տարածված, չէ՞ որ անպայման տղա պիտի ունենան։ Ու որ հանկարծ միայն աղջիկ ալնում, ասում են մեզ համար լացող կլինի։ Ու մեկն էլ որ միայն տղա է ունենում, ասում են քեզ համար լացող չունես։ Հիսուսը սա մերժեց։ Եկեք կարդանք շարունակությունը Հիսուսի վերաբերմունքը ինչպիսին էր, եւ երկուսը իրար հետ մտածենք։ Հիսուսի խոսքերը բավականին երկար էին այստեղ։ Մի պահ ուզում եմ նորից պատկերացնեք այդ իրադրությունը։ Երուսաղեմի փողոցներով էին գնում, զինվորները տանում էին ուղակի։ Ծեծված, ջարդված Հիսուսին, անարգված, վրայից արյուն էր հոսում, ինչ էր տեղ ունենում, դուք ֆիլմերում լավ տեսած կլինեք։ Ու այդ պահին կողքից կանայք լացում են Հիսուսի համար, ու Հիսուսը դեռ ժամանակ ունի։ Դեռ ուզում է ինչ-որ մի բան ասել այս մարդկանց։ Այդ արգելա, չէ, Հերովդեսի առաջ կանգնած էր, ոչինչ չէր խոսում, բայց այս մարդկանց նայեք ինչքան բան է ասում այս կանանց։ Կարդում եմ 28-րդ խոսքից։ Հիսուսը դարձավ նրանց ու ասաց. «Ո Երուսաղեմի աղջիկներ, ին վրաս մի լացեք, հապա ձեր անձերի վրա ու ձեր զավակների վրա լացեք, որովհետև ահա օրեր պիտի գան, որոնց մեջ պիտի ասեն Երանի ամուլներուն եւ այն որովայնին, որոնք չծնեցին, եւ այն ծիծերին, որոնք կաթ չտվեցին։ Այն ժամանակ պիտի սկսեն ասել լարներին, մեր վրա ընկեք ու բլուրներին մեզ ծածկեք, որովհետև եթե դալար փայտին այսպես են անում, հապա չորին ինչ պիտի լինի»։ Հետարքիր հատվածը ու հետարքիր խոսքեր։ Կարծես թե տպավորությունը այնպիսին է, որ խոսքը ուղղված է հենց այդ կանանց, որ իրենք այդ պահին ապրում են, եւ իսկապես էլ այդպես էր։ Գիտեք, որ այս դեպքից, այսքան էլի պիտի ասեմ մոտավորապես 40 տարի հետո, Երուսաղեմը հիմնահատակ կործանվեց։ Ու այս Հիսուսի ասած խոսքերը իրականացան, երևի մարդիկ, որ փախնում էին ու երեխաներ չունեին, երանի էին տալիս երեխաներ ունեցողներ այդ երեխաներ չունեցողներին։ Որովհետև գիտես մի բան է, երբ որ դու քո անձն ես պաշտպանում, փրկում, փախնում ես քո անձի համար։ Ուրիշ բան է, երբ որ դու անհանգստացած ես քո երեխաներին ինչպես պիտի փրկես ու տանես քեզ հետ։ Ու Երուսաղեմը հիմնահատակ կործանվեց, վերջնական կործանվեց։ Դրանից հետո էլ հրեա ազգը մինչև 20-րդ դար չունեցավ իր պետականությունը։ 20-րդ դարում նոր հայտնվեց Իսրայել պետություն։ Պատկերացնում եք համարյա 2000 տարի։ Գիտեք ինչու՞։ Որովհետև Հիսուսը ասաց չընդունեցին իրենց այցելության օրը։ Աստված այցելեց այս ազգին ու այս ազգը չընդունեց։ Բայց եկեք ուշադրություն դարձնենք հենց այս զրույցի վրա, որ կանայք լացում են Հիսուսի համար, ու Հիսուս ասում է ինձ վրա մի լացեք, այլ լացեք ձեր ու ուրեմն նայեք ինչ է տեղի ունենում։ Իրականում այս պահին կանայք լացում էին ելնելով այն մարդկային խղճից, որ ուղղակի այս մարդը արդար, այսքան բարի գործած իրեն տանում են խաչելու։ Մեկ էլ Հիսուսը ասացի դրա վրա մի լացեք, որ ես պիտի մեռնեմ։ Լացեք այս արված մեղքի հետևանքի վրա, որովհետև այն ինչը որ հիմա տեղի է ունենում, հետևանք է թողնելու։ Իրականում մեր կյանքում դա ոնց կարա արտահայտվի։ Երբ որ մենք մերժում ենք Հիսուսի որևէ արած գործը մեր կյանքում, հենց այս պահին առաջնորդությունը, որ Աստված քեզ առաջնորդում է ինչ-որ մի գործի, որ ասում է օրինակ այդ մեղքը մի գործի գնա, այս սրբությունը գործիր, ու դու շարունակում ես քո մեղքի մեջ մնալ, ասում է մի լացեք նրա համար, որ ես մեռել եմ, լացեք այս մեղքը ինչ հետևանք է թողնելու, որովհետև Իսրայելի մեջ շատ ծանր հետևանք թողեց սա։ Գիտեք այս վերջին խոսքերը, որ Հիսուսը ասեց, այն ժամանակ պիտի ասեն լեռներին, մեր վրա ընկեք ու բլուրներին մեզ ծածկեք, սա գրված է վերջի ժամանակների համար, երբ որ Հիսուսը գա
Հիսուսը ինքը պատմում է դրա մասին, ասում է, երբ որ երկնքից որդին մարդու հայտնվի, շատերը վախից այս աղոթքը պիտի անեն, լեռներին պիտի ասեն ընկեք մեր վրա մեզ ծածկեք, որովհետև կսարսափեն, թե ում առաջ են իրենք կանգնում, թե ով է երկնքից իջնում, նայելով նրան ու տեսնելով, որ իրենք ինչ են ապրել ու հիմա ինչ դատ պիտի լինի իրենց հետ, իրենք չեն իմանա, թե իրենք որտեղ պիտի թաքնվեն, ամոթից, վախից, իրենց գլուխները ուր պիտի մտցնեն ու լեռներին պիտի խնդրեն ասեն ընկեք մեր վրա ու մեզ ծածկեք։ Սա իրականում մեր օրերում էլ է տեղի ունենում, եթե մարդը իսկապես Աստծո հետ հաղորդակցություն ունեցող մարդ է, ու հանկարծ մեղք է գործում, թեկուզ մի հասարակ սուտ է խոսում, ամոթից չգիտի գլուխը ուր մտցնի։ Սուրբ Հոգու ներկայությունը մի ամոթի զգացում է բերում, որ չգիտես ուր թաքնվես նրա երեսից։ Ըստ թաքնվելու միայն մի տեղ կա, Հիսուսի արյան տակ։ Կանգնում ես ներողություն ես խնդրում ու խնդրում ես, որ այդ արյունը մաքրի քեզ։ Խնդրում ես, որ Հիսուսի արյան արած գործը 2000 տարի առաջ այսօր քեզ նորից ներման մեջ մտցնի։ Իսկապես մտցնում է ու իսկապես քո խիղճը, այն որ քեզ ամոթի ուժեղ զգացումով թաքցնել էր տալիս Աստծո երեսից, վերականգնվում Աստծո առաջ։ Լավ, այս պահին կարևոր էր հետևանքի վրա ուշադրություն դարձնելը։ Կարծում եմ ձեզանից շատերը նայել են Հիսուս ֆիլմը։ Դրա բազմազան տեսակներ կան։ Ու երբ որ գալիս է այս վերջին պահը, որ Հիսուսին տանում են խաչելուն, մեր սրտերում հուզմունք է առաջանում։ Եկեք սրանից հետո, երբ որ այդ ֆիլմը կնայենք, այդ պահի համար, որ Հիսուսը մահացել է, շնորհակալություն ասենք Աստծուն։ Ոչ թե ուղղակի ցավենք մեր մեջ ինչա տեղի ունենում, այլ շնորհակալություն ասենք Աստծուն։ Եվ խնդրենք, որ մեզ կատարել հնազանդություն տա, որովհետև ամեն մի անհնազանդություն իր հետևանքը պիտի թողի, այդ դրա վրա է պետք լացել։ Հասկանում եք միտքը, ինչն եմ ուզում ցույց տալ այստեղ։ Լավ, եկեք շարունակենք։ Հաջորդը, որ Հիսուսի հետ գործ ունեցան, ովքեր էին, որ սրանից հետո Հիսուսի հետ գործ ունեցան։ Սա արդեն 6-րդը, զինվորները։ Տեսեք ինչ ա գրված։ Պիտի կարդամ 33-րդ խոսքը, շատ կարճ մի արտահայտություն։ Երբ Գագաթ կոչված տեղը գնացին, նրան խաչը հանեցին, եւ անճարագործներն էլ մեկը աջ կողմից, մյուսը ձախ կողմից խաչեցին։ 32-ն էլ կարդամ ավելի հասկանալի կլինի։ Ուրիշ երկու հոգի էլ բերվեցին ճարագործներ, որ նրա հետ պիտի սպանվեին։ Երբ Գագաթ կոչված տեղը գնացին, այնտեղ նրան խաչը հանեցին, եւ անճարագործներն էլ մեկը աջ կողմից ու մյուսը ձախ կողմից խաչեցին նրան։ Եվ մի քիչ ներքևել գրված է, որ իր հագուստի վրա վիճակ էին գցում, հետո ծաղրում էին իրեն, այս բոլորը զինվորների վերաբերմունքն էր Հիսուսին։ Զինվորներ էին, հռոմեացիներ էին, իրենց համար նշանակություն չուներ, թե որ հրյան կմեռնի։ Իրենք շատ մարդ էին սպանել, ոչ միայն խաչելով, սրով, տարբեր զենքերով։ Ու գիտեք, երբ որ մարդը մի մեղքը շատ անգամ է գործում, սիրտը խստանում է, կարծրանում։ Հիմա Հիսուսին էին խաչում, ու իրենց համար նա մի հրյա մարդ էր, որին պետք է խաչել։ Իրենք ոչ մի խղճի զգացում էլ չունեին, հակառակը, ուրախ էին, գիտեք ինչի համար։ Մի քանի կտոր հագուստ էր ընկել իրենց ձեռքը։ Ուրախանում էին, որ հագուստ են ձեռք բերել։ Գիտեք, շատ քրիստոնյաներ այս զինվորներից չեն տարբերվում։ Երբ որ դու սուտ խոսես փող ձեռք բերելու համար քո աշխատավայրում կամ ինչ-որ միջոցով, դու նույն գործն ես անում, որովհետև իրականում այս զինվորներն ու գամը չէին, որ Հիսուսին խաչեցին։ Հիսուսին հայրը տարավ խաչի վրա մեր մեղքերի համար։ Հասկանում եք։ Եթե մենք ապրեինք մաքուր, բացարձակ առանց մեղքի, ինչ անհնար էր, երբեք Հիսուսը չէր խաչվի։ Հետևաբար մեր մեղքերն էին, որ Հիսուսին խաչը հանեցին։ Ու ամեն անգամ սա գիտակցելով, երբ որ մենք մեղք են գործում, մենք Հիսուսին գամում ենք խաչի վրա։ Մենք այդ գամերն ենք խփում կարծես թե։ Գուցե հիմա քո սիրտը ցավում է դրա համար, բայց սա քո մեջ պիտի առաջացնի մի բան, որ դու անպայման սրանից հետո Հիսուսին ու նրա արած գործին ճիշտ վերաբերմունք ունենաս։ Գիտեք, քրիստոնյաների համար վերաբերմունքը մեղքին ինչպիսին պիտի լինի, լավը մեռնեմ, քան թե մեղք գործեմ։ Եթե դուք այս որոշումը չունեք, դուք Հիսուսի հետևից չեք գնում։ Ունեցեք այս որոշումը, լավը մեռնեմ, քան թե մեղք գործեմ, որովհետև ես նույն գործն եմ անելու, ինչ որ այս զինվորները։ Ինչքան քրիստոնյաներ ուրախանում են, որ հանկարծ իրենց նյութականը շատացավ, մի կտոր հագուստ ընկավ իրենց ձեռքը, մի քիչ փող ընկավ իրենց ձեռքը, կամ էլի ինչ որ մի բան։ Գուցե մի մեքենա, չգիտեմ, մի ամբողջ տուն, բայց ինչքան մեղքերի մեջով անցան մինչև դա տեղի ունեցավ։ Զինվորները այդպես չէին արդյոք։ Լավ, եկեք նայենք Հիսուսի վերաբերմունքը զինվորներին։ Կարդում եմ միայն 34-րդ խոսքը, հենց այս պահն էր, որ գրված է իրեն խաչում էին։ Եվ Հիսուսը ասաց. «Հայր, թողություն տուր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում»։ Ու նրա հանդերձները բաժանելով վիճակ գցեցին իրենց մեջ։ Բաժանելու ժամանակ վիճակ գցեցին։ Լավ, Հիսուսի վերաբերմունքը ինչպիսին էր։ Եվ Հիսուսը ասաց. «Հայր, ներիր նրանց, չեն հասկանում ինչ են անում», մեր լեզվով եմ կարդում։ Թողություն տալ կամ ներել սրանք նույն բանն են։ Հետաքրքիր է։ Հիսուսին խաչում են։ Ինքը ցավ է ապրում իր մարմնի վրա։ Ու ցավը, ահա որ ցավ է, գիտեք։ Ձեռքերն ու ոտքերը գամով մեխում են փայտի վրա։ Ու նույն ժամանակ աղոթք անում, ասում է՝ «Հայր, ներիր, չեն հասկանում ինչ են անում»։
Չգիտեն ինչ են անում այս մարդիկ։ Այսպիսի աղոտ կանող մարդը նախ իր մեջ պիտի ներած լինի։ Լավ, մի րոպե ուշադրություն դարձրեք, Հիսուսը գիտեր է զինվորների ապագան։ Հիսուսը գիտեր, որ վերջը այն ինչ որ իր նկատմամբ արեցին, դրա հետևանքով անպայման ամեն մեկը ինչ որ մի պատիժ պիտի ունենա։ Երուսաղեմը իր պատիժ պիտի ունենա, հրեաները իրենցը, այս զինվորները իրենց, ամեն մեկի կյանքում մի բան պիտի լինի։ Բայց Հիսուսը դրա վրա չէր ուրախանում։ Գիտեք, քրիստոնյաները հաճախ ուրախանում են նրա վրա, որ մեկը իրենց վնասել է, իրենց վրա պատիժ պիտի գա Աստծո կողմից։ Հիսուսը չէր ուրախանում։ Գիտեք ինչու չէր ուրախանում, որովհետև գիտեր դա ինչ սարսափելի բան է։ Այն նոր կտականում գրված է սարսափելի բանը կենթանի Աստծո ձեռքը ընկնելը, այս սա հասկանալա պետք։ Երբ որ մարդը հասկանում է սա, ինքը էլ չի ուրախանում նրա վրա, որ մեկի վրա պատիժ պիտի գա, թեկուզ այդ մեկը իրեն շատ մեծ վատություն արել։ Հիսուսին խաչում էին, բայց ինքը իր մեջ ներում ուներ։ Եվ սա միակը չէր, ու մի ասեք Հիսուսն էր, ինքը կարող էր, ես չեմ կարող։ Նայեք Ստեփանոսին, ճիշտ նույն բանը կատարվեց Ստեփանոսի մեջ։ Ավելի վատ էր իր մահը գուցե, բայց քարերը թռնում էին Ստեփանոսի վրա։ Հիշում եմ մի քարոզիչ նկատել էր, ասում է, որ Հիսուսը, երբ որ խոսում էր, ասես տեսնում եմ երկինքը բացված, Աստծո որդուն կանգնած զորության աջ կողմում, ասում է հետո, բայց երբ որ աղոթեց իրեն քարկոծողների համար, արդեն ինքը ծնկի վրա էր աղոթում։ Հետարքիր տարբերություն է, չէ՞։ Ստեփանոսն էլ խնդրեց, ասաց, սա մեղք մի համարի այս մարդկանց։ Գիտեք ինչու էր այս մարդը ասում, սա մեղք մի համարի, որովհետև իր համար վատ բան չէր դա։ Ինքը գնում էր իր երջանիկ տեղը։ Տուն էր գնում այս մարդը։ Գնում էր իր սիրածի մոտ, իր հարազատ մի միջավայր։ Իր համար դա մեղք չէր։ Ինչու Աստված այդ մարդկանց համար մեղք համարեր։ Ու դրա համար էլ այդպես աղոթեց, ասաց, սա մեղք մի համարի իրենց։ Հասկանում եք։ Լավ, եկեք այսպես մտածենք, ոչ թե մենք ենք այն մարդիկ, որ մեղք գործելով Հիսուսին գանում ենք խաչի վրա, այլ մեր նկատմամբ են մեղք գործում։ Մենք այս վերաբերմունքը պիտի ունենանք այդպիսի մարդկանց։ Մեր սրտի մեջ ներած լինենք ու մի բան էլ շատ աղոտ կանենք, որ Աստված էլ ների նրանց։ Դեռ մի բան էլ պիտի ասեմ։ Կարծում եմ այս հարաբերությունները շատ բան են մեզ սովորացնում։ Եվ վերջինը 7-րդը, որտեղ տեսնում ենք վերաբերմունք Հիսուսի նկատմամբ, սա արդեն խաչի վրա էր։ Իր կողքին խաչված էին երկու չարագործներ։ Մի ավետարանում գրված է, որ երկու չարագործներն էլ հայոյում էին Հիսուսին։ Այստեղ գրված է, որ մեկը, հավանաբար սկզբում իսկապես երկուսն էլ հայոյում էին Հիսուսին։ Հետո մեկ էլ մեկի մտքերը բացվեցին։ Մի քիչ հետո կբացատրեմ դա ինչպես։ Եկեք կարդանք 39-րդ խոսքից։ Եվ այն կախված չարագործներից մեկը հայոյում էր նրան ու ասում էր. Եթե դու Քրիստոսն ես, ազատիր քո անձդ ու մեզ էլ։ Իսկ մյուսը պատասխան տվեց եւ նրան ասաց հանդիմանելով. Դու Աստծուց չես վախենում, որովհետև մենք նույն դատապարտության մեջ ենք, ու մենք իրավունքով, քանզի ահա մեր արածների արժանավոր հատուցումն ենք առնում։ Բայց սա ոչ մի վատ բան չարեց, եւ ասաց Հիսուսին. Տեր, հիշիր ինձ, երբ քո թագավորությունով գաս։ Հիսուսն էլ ասաց նրան. ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտի մեջ պիտի լինես։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Խաչի վրա են, երեքն էլ նույն դատապարտության մեջ, երեքն էլ նույն իրավիճակի մեջ, պատկերացնում եք։ Ու մեկը հայոյում է Հիսուսին։ Ասում է, եթե Քրիստոսն ես ազատի քեզ էլ, մեզ էլ։ Իրականում այստեղ իր ներսի մտածմունքը կասկածը չէր, որ Հիսուսը Քրիստոսն է թե չէ։ Ինքը փրփուրներից էր բռնվում, միցև ուզում էր իր անձը ազատել այս պահին։ Ու մեկ էլ այսպիսի արտահայտությունը, որ հայոյում էր, ու մեկ էլ ասում էր, եթե Քրիստոսն ես քեզ էլ ազատիր մեզ էլ։ Այն մեկ այսպիսի մարդկանց չեմ կարողանում հասկանալ։ Պատկերացրեք, օրինակ բանտ եք ընկել։ Մի բանտախցի մեջ եք, որտեղ 3 հոգով եք ենթադրենք թե։ Ու մեկ էլ են երկուսը սկսում են քեզ վատ բաներ ասել։ Չեմ կարողանում հասկանալ, գիտեք ինչը։ Նույն իրավիճակի մեջ են գտնում։ Ինչ են ուզում իրարից։ Ինչ են իրար նկատմամբ թշնամաբար։ Չէ՞ որ իրավիճակը նույնն է։ Նույն ճնշման, նույն բանտախցի, նույն ամեն ինչի մեջ։ Արդյոք մենք նույն իրավիճակի մեջ չենք այս երկրի վրա։ Նույն սատանայի հարձակումների, նույն այս մարդկային ճնշումների, նույն նեղությունների մեջ չենք արդյոք այս երկրի վրա։ Մենք ինչ ունենք իրար հետ կիսելու։ Ու հանկարծ մեկը մյուսի նկատմամբ ինչ-որ բան են ուզում։ Այս մարդը գուցե ուզում էր Հիսուսի վրա բարձրացած լիներ, իրեն ավելի բարձր տեսներ։ Հիսուսը ոչ մի բան չպատասխանեց այս մարդուն։ Ոչ մի խոսք, ոչ մի հանդիմանություն։ Հայոյանքի դիմաց, չգիտեմ, իր բոլոր գայթակղոց հարցերի, եթե Քրիստոսն ես քեզ ազատիր մեզ էլ, ոչինչ չպատասխանեց։ Եվ ասեմ ձեզ, այսպիսի վերաբերմունքներ լինում է մարդկանց մեջ, նույնիսկ հավատացյալների մեջ էլ։ Ասում են, եթե դու կաս Աստված, ինչի եմ ես այս նեղության մեջ։ Ինչքան եք հանդիպել այսպիսի արտահայտությունների։ Մարդիկ կարծում են Աստված հենց նրա համար է, որ իրենց ամեն նեղությունից պիտի ազատի։ Գիտեք, մեկ Աստված ինքն է տանում նեղության։ Այդ նեղության մեջ շատ խոսում է մեր սրտերի հետ։
Այդպես է թե չէ։ Բնեղությունների մեջ դաստիարակումը մեզ սովորեցնում, թող իր անունը փառավորվի դրա համար։ Ալելույա։ Այստեղ էլ այս մարդը հենց նույն բանն էր արտահայտում։ Եթե վաղը մի նեղ վիճակի մեջ լինես, այս ձևով երբեք չխոսես։ Տեսեք, այն մյուս ավազակն էլ էր, չէ՞, նույն վիճակի մեջ էր, նույնանման ձևով խաչից կախված, նույն ժամանակի մեջ գուցե պիտի մահանար։ Ոչ մեկն էլ երեքից հույս չուներ, որ պիտի վերադառնա այս աշխարհ, ոչ մեկն էլ չվերադարձավ, երեքն էլ մահացան, միայն Հիսուսը հարություն առավ։ Բայց ինչն է հետաքրքիր, այս մյուս ավազակը Հիսուսին ասեց. «Տեր, երբ որ գաս, հիշիր ինձ»։ Գիտեք ինչ օրհնյալ խոսքեր ու աղոթք ասա։ Երբ որ մարդը չի նայում այս նյութական աշխարհին, չի ասում Տերս մարմինս բուժի, չի ասում Տերս մարմինիս համար հաց տուր, հագուստ տուր, չգիտեմ ինչ տուր, ասում քո թագավորությունով երբ որ գաս հիշիր ինձ։ Կարևոր աղոթք է, Հիսուս ասաց խնդրեք երկնքի թագավորությունը, մնացած բաները ձեզ կտրվեն։ Արդյոք նույն բանը չկատարվեց այստեղ խաչի վրա։ Այս խաչի վրայի ավազակը, երբ որ այսպիսի հարցով, այսպիսի խնդրվածքով դիմեց Հիսուսին, Հիսուսի պատասխանը ինչպիսին եղավ։ Սա էլ է շատ զարմանալի։ Մարդը խաչի վրա գանված, ցավերի մեջ, տառապանքով, գիտի որ հեսա պիտի մեռնի, այդքանը քիչ են։ Այն շրջապատի ներքևից նայող բոլոր մարդիկ իրեն ծաղրում են։ Ու այս իրադրության մեջ, այս մթնոլորտի մեջ շրջվում է կողքի ավազակին իր նման խաչված, խոստում է տալիս, որ ապրեցնում է այդ մարդուն։ Ասում է այսօր ինձ հետ կլինես դրախտի մեջ։ Կարծում եք սխալ բաներ ասում Հիսուսը։ Չէ՞ որ իսկապես սա կատարվեց, իրականացավ։ Մենք հավատում ենք, որ սա իրականացել է, որ երբ որ գնանք երկինքս ավազակին էլ կտեսնենք երկնքում։ Այս հիշիր ինձ, երբ որ գաս քո թագավորությունով, սա հավատք է արտահայտում, որ այդ թագավորությունը անպայման պիտի գա։ Հետարքիր է Հիսուսը խաչի վրա, ծանր իրադրության մեջ, որ ոչինչ չունի, վերջ իր մահն արդեն գնալու է, մահանալու է արդեն։ Մեկ էլ ինքը կարողանում է այդ պահին ծառայել ինչ-որ մեկին։ Ինչ-որ մեկին մխիթարական խոսք ասել ու դրանով մխիթարել նրան։ Ու Հիսուսը խաչի վրա միայն այս մխիթարական խոսքերը չասեց։ Ուղղակի այս պահին մենք սրա վրա ենք կանգ առնում։ Պատկերացնում եք ինչ իրադրություն է։ Երբ որ դու շատ հիվանդ կլինես, մեկ էլ մեկը կասի գիտես այնքան շատ հիվանդ եմ, ասես կաղոթեմ քո համար։ Թե մտածում ես մեկը լինի ինձ համար աղոթի։ Հավատքը։ Նկատում եք ինչպիսի հարաբերություններ են տեղի ունենում։ Այս բոլոր հարաբերությունների մեջ հավատքը առաջին տեղում է դրված։ Չգիտեմ ինչ սովորեցիր, ինչ տեսար այսօրվա այս հարաբերությունների ցուցակից, բայց եթե մի բան նկատեցիր, որ մինչև հիմա այդքան էլ լավ հարաբերություն չի եղել Հիսուսի հետ, այդքան էլ ճիշտ չի եղել, որոշում կայացրու, որ անպայման ուղղես քո հարաբերությունը նրա հետ, որովհետև ինքը միայն բարին է ուզում քեզ համար, ինձ համար, մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Իր բոլոր կամքը միայն բարի է։ Եվ սրանից հետո որոշում կայացրու միայն բարին գործել իր համար։ Երբ որ դու կլինես նեղության մեջ, դու կլինես այն դիրքում, ինչպես այս մարդիկ էին վերաբերվում Հիսուսին, փոխիր քո վերաբերմունքը ուղղիր։ Իսկ երբ որ քո նկատմամբ մարդիկ այդպես կվերաբերվեն, վերաբերվիր ինչպես Հիսուսն էր վերաբերվում։ Ամեն։ Կարծում եմ այս երկու ուղղությունը բավարար են նրա համար, որ մենք աղոթենք։ Եկեք ոտքի կանգնենք։